Ողջույն, տարվա ամփոփման շրջան է։ Ամենքը վերլուծում են ինքն իր համար ինչպիսին էր տարին, ինչ կարողացավ անել, որ գործերն է փոխանցելու հաջորդ տարվան, ինչ է նախաձեռնելու։ Օրինակ կառավարությունը միայն խոսում է իր, այսպես ասած, փայլուն ցուցանիշներից, որոնք հենց միայն ինքն էլ զգում է, քաղաքացին ոչ։ Ուզում եմ անդրադառնալ, թե քաղաքացին իր մասին իբր օրուգիշեր մտածող կառավարության նկատմամբ ինչ վերաբերմունքով է ամփոփում տարին։ Հանրապետության բոլոր մարզերում հարցումներ են իրականացնում, մենք, մեր գործընկեր լրատվամիջոցները, սոցհարթակները, Երևանում բնակվողների խոսքին ծանոթ ենք։ Ուշագրավ է մարզերում բնակվողները, մեր քաղաքացիները ինչ վերաբերմունք ունեն։ Հաճախ ենք լսում, թե մարզերում դեռ խաբվածների թիվը շատ է, նիկոլականները շատ են։ Հարցումներից երևում է, որ կան անտարբերներ, որոնք հիասթափված են ամեն ինչից, պարզապես չեն ուզում խոսել, նրանք բոլորը վստահաբար իշխանությանը դեմ են։ Բայց կան նաև շատերը, համարյա բոլոր հարցումների մեջ նման մարդիկ կան, որ ասում են. ինչ գործ ունեմ, խոսեմ, գան ինձ էլ բռնեն, ով մի բան խոսում է, բռնում են։ Նրանք էլ են բնականաբար ընդդիմադիր։ Իդեպ, երբ այս իշխանություններին առաջ քննադատում էինք, հաճախ էին ասում. այ բա նախկինում ռիսկ կանեիք խոսել։ Հենց այսօր մարդիկ ռիսկ չեն անում խոսել, որովհետև վախենում են, որ մի կեղտոտություն կանեն իրենց դեմ, մի վատություն կանեն, այդ մակարդակն է որովհետև։ Հիմա անդրադառնամ նրանց, ովքեր չեն վախենում խոսել։ Նրանց տրվում է հետևյալ հարցը. մեզ ինչպիսի հատկանիշներով ղեկավար է պետք։ Գլխավոր պատասխաններն են՝ ուժեղ, պինդ, թշնամուց չվախեցող, ժողովրդի մասին մտածող, կոռուպցիա չանի, հողերը չտա, այսինքն սրանց լրիվ հակառակ պատկերը։ Բայց առաջին տեղում հետևյալ պատասխանն է, որ սուտ չխոսի։ Այդ մարդկանց ղեկավարի մասին պատկերացումներում Նիկոլը չի տեղավորվում ու ավելին, հենց նրան տեսնելով են ասում, որ մեզ այսպիսի հատկանիշներով ղեկավար է պետք, ոչ թե սրա նմանը, որը ոչ մի չափանիշով չի բռնում։ Բայց մի քանի պատասխան իրոք շատ ուշագրավ էր։ Ասում են, ուզում եմ, որ իմ ղեկավարը լինի այնպիսին, որ ձեռք չառնեն։ Ձեռք առնելու մատերիալ ղեկավարը մեղք է պետությանը։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան պայմանավորվածության վերաբերյալ մարզերի բնակիչների պատասխանն այն է, որ խաղաղություն չի լինի, Ալիև ուղղակի խաղաղության իմիտացիա է անում, մինչև ընտրություններն ավարտվեն իր ուզած ելքով։ Հնարավորություն է տալիս, որ Նիկոլը ընտրվի։ Մարդիկ հիմնականում պնդում են, որ Փաշինյանն այն ղեկավարը չէ, որ կարող է խաղաղություն բերել։ Շատերի կարծիքն էլ այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղ ապրելը ընդհանրապես անհնար է։ Միանշանակ է, որ խաղաղություն հնարավոր է միայն արժանապատվությունը վերականգնելուց հետո, այլապես լինելու է անպատիվ, անհեռանկար եւ միայն զիջելու վրա հիմնված խաղաղության պատրանք։ Հիմնական հարցերից է հետևյալը. ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք։ Գլխավոր պատասխանն է՝ չենք ուզում նրա երեսը տեսնել։ Իսկ ովքեր էլ ուզում են տեսնել, ասում են, կհարցնեն, թե ինչու խոստումները չի կատարում։ Շատերն էլ ասում են, որ ընտրել են անգամ 2 անգամ, բայց լրիվ հիասթափվել են խաբվելու պատճառով ու երրորդ անգամ նույն ղալաթը չեն անի։ Դժգոհում են, որ բացի բարակ ու շուտ քանդվող ասֆալտից ուրիշ բան չեն տեսել նրանից։ Ասֆալտն էլ ասում են փոր չի կշտացնում ու խիստ ժամանակավոր է։ Քաղաքացիներին, հատկապես թոշակառու, ամենաջղայնացնող հարցերից մեկը Նիկոլի խոսքի հիշեցումն է, որ եթե 10,000 դրամով թոշակ ավելացնենք, չի իմանա թոշակառուն որտեղ ծախսի եւ անիմաստ բաներ կգնի։ Մարդիկ դժգոհում են, հայհոյում են իրենց հիմարի տեղ դնելու համար։ Ոնց ասում են, այդ ինքը գիտի ոնց ծախսի միլիոնները, մենք 10,000 դրամը չգիտենք։ Իր մինիստրը 1.5 միլիոն դրամը ծախսել գիտի ամեն ամիս, մենք չգիտենք։ Այսօր կառավարության նիստում էլի դեպ նման մի բան ասաց, մեկ է այդ 5,000 դրամ օգնությունը ոչինչ չի փոխի նրա կյանքում, էլ ինչի տա։ Հարցերից է եկեղեցու վրա գրոհը, Սամվել Կարապետյանի կալանքը, այդ բոլորն էլ քննադատում է հանրությունը։ Տեսնում ես, որ այս իշխանությունը որևէ թեմայում իր բռնած եւ ոչ մի գործում չունի հանրային աջակցություն։ Բայց մի ուշագրավ բան էլ տեսա, որը վերջին շրջանում շատ հաճախ հանդիպող երևույթ է։ Քաղաքացին բոյկոտի կոչ է անում։ Ամենուր է այդպես։ Կոչ են անում օրինակ բոյկոտել Նիկոլի որոշումները, գույքահարկի թանկացման մասով,
Այսօր համացանցը մարդկանց խոսքը լի է տարբեր բոյկոտի կոչերով։ Մարզային հարցումների ժամանակ ասում են երևանցիք ճիշտ կանեն բոյկոտեն Ադրբեջանից բերած բենզինը։ Համացանցում էլ նման կոչերով ֆլեշմոբ է սկսել։ Սրանից առաջ ասում էին պետք է բոյկոտել Ադրբեջանով բերած ցորենը, թող մենակ Պապոյանը ուտի։ Այսօր ասում են պետք է բոյկոտել օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որպեսզի մեր գնաց տոմսերի հաշվին փոխտնօրենը աշխատավարձ չստանա ու կոչանի ջարդել եկեղեցու դռները։ Այն մեկն ասում է բոյկոտենք սուպերմարկետը, որի տերը ցորեն է բերել Ադրբեջանով։ Մի քանիսն ասում էին բոյկոտելու ենք տիկնիկային թատրոնը։ Մեր երեխաներին չենք տանելու այնտեղ, որի տնօրենը մենակ ճիպոտի լեզուն է հասկանում։ Ժորժ ջան, բոլորիդ հետ օքեյ եմ։ Շատ բաներ ես էլ եմ բոյկոտել այս տարիներին։ Կոնկրետ բենզինի մասով իմ տեսակետն այն է, որ այն պահին, երբ Բաքվում գերի չունենանք ու հայկական Արարատ կոնյակը Արարատ լեռան պատկերով արտահանվի Ադրբեջան, կարող ենք եւ քննարկել այնտեղից եկած բենզինը գնելու թեման։ Իսկ մինչ այդ Ադրբեջանից կամ Ադրբեջանի տարածքով ինչ էլ բերենք, թեկուս լուսկու չոփ, ազգային արժանապատվության խնդիր է։ Ժորժ ջան, ընդունելով ձեր բոյկոտի ձևերն ու առաջարկները, ուզում եմ հարցնել. ինչքան բոյկոտել, մինչև երբ բոյկոտել։ Վաղը կարող է պատահել բոլոր խանութները լցվեն թուրքական ու ադրբեջանական ապրանքով։ Ուտելը բոյկոտելու ես։ Հեծը խլում են ու չի բացառվում, որ տան թուրքերին։ Հոսանքը բոյկոտելու ենք։ Կարճ ասած, իրականում մի կարևոր բոյկոտ կա, որ տեղն էլ գիտենք, օրն էլ գիտենք, հունիսին է։ Նիկոլ Փաշինյանին ու իր խմբակին չընտրելը կլինի լավագույն բոյկոտը։ Ոչ թե բոյկոտում եք ու չեք գնում ընտրության, որովհետև թեկնածուներից մեկը էսպես է, մյուսը այնպես է, այլ գնում եք ու ընտրելով որևէ անցողիկ, կարևոր բան եմ ասում, լուրջ հայտ ներկայացրած ընդդիմադիրի, որպեսզի իրականում մերժեք սրանց։ Նիկոլին չընտրելը լավագույն բոյկոտն է։ Բենզինի էլ, օպերային թատրոնի փոխտնօրենի էլ, տիկնիկայինի տնօրենին էլ, կոռուպցիան էլ, մարդկանց վրա թքող ալեններին էլ աճող հանցագործություններն էլ, Ադրբեջանին էլ, Թուրքիային էլ, իրենց ապրանքներով, Հայաստանում իրենց ներկայությամբ, իրենց օկուպացիայով, իրենց դրածոներով։ Բոյկոտեք մի թիմի ու դրանով բոյկոտում եք սաղ։ Ասենք, որ սեղանը հավաքում եք հաց ուտելուց հետո։ Մնացորդներ, փշրանքներ են չէ լինում սեղանին։ Հատ չեք հավաքում, չէ։ Վերցնում եք սեղանի շորը եւ սրբում բոլորը լցնում աղբամանը։ Այդպես պետքա սրբես ու փաթեթով լցնես քաղաքական աղբանոցը։ Եթե ոչ, ուրեմն ԿՊ-ն որ մնաց, ստիպված բոյկոտելու ենք մեր երկիրը։